Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն եթերում է եւ ողջունում եմ մեր բոլոր ունկնդիրներին։ Դե գիտեք, ամեն շաբթի մենք միշտ մեծ աճույքով սպասում ենք մի անձնավորության, ով վաղուց դարձել է մեր ծրագրի լավագույն բարեկամներից մեկը։ Մի հմայիչ անձնավորության, ում իսկապես մեր ունկնդիրը միշտ հաճույքով սպասում է։ Հասկացակ խոսքս մեր կառավարման հոգեբան Աստղաբան Գայանե Սարգսյանի մասին է։ Բարև ձեզ Տիկին Գայանե։ Բարև ձեզ պարոն Ղուշյան, ուրախ եմ, որ վերադարձել եք եթեր, առողջ եք, թարմացել եք։ Բարև ձեզ սիրելի հետևորդներ։ Գայանե, շատ ուրախ եմ, որ դու էլ միշտ լավ տրամադրությամբ ես գալիս, միշտ գեղեցիկ, այսպես հարդարված, նույնիսկ ունենք ունկնդիրներ, որոնք ասում են կին ունկնդիրների մասին է, որ Գայանեն մեզ համար դարձել է մի տեսակ գեղեցկության նորաձևության խորհրդանիշ։ Ես ուրախ եմ դրա համար, մեզ գրում են այդպիսի կոմպլիմենտներ են։ Շնորհակալ եմ։ Հա, փորձում եմ չափի մեջ համեստ եւ ներկայանալի տեսք ունենալ։ Եվ դա ձեզ հաջողվում է, ասեմ։ Կան, բայց գիտեք, մի շատ տխուր թեմա կա, որի մասին ուզում եմ անպայման խոսենք։ Նկատել եք, վերջին շրջանում կրիմինալը նորից գլուխ է բարձրացել, սպանություններ, կարծես մարտաֆիլմերի են հիշեցնում հանրապետության տարբեր քաղաքների փողոցները, ամեն օր սպանության մասին ինֆորմացիա ենք լսում, ինչով է սա պայմանավորված, ինչու է այդպես։ Մենք նախորդ հաղորդման ժամանակ դեռևս 2 շաբաթ առաջ ես զգուշացրել եմ հենց վերնագիրն էլ դա էր, զգուշացեք խաբեություններից, դավադրություն, դավաճանություն, դա պայմանավորված էր ըստ երևույթին պարոն Ղուշյան արևի խավարման հետ, օղակաձև խավարում, որը տեղի ունեցավ փետրվարի 17-18-ի դրությամբ մի քանի օր առաջ, մի քանի օր հետ միևնույն խավարն է իրենց էներգիան են այսպես հավաքվում է էներգիան ու պետք է պարփվի։ Ինչ էր որ արև լուսինը հանգույցների հետ, հանգույցները ձկներում են, բայց այն նորալուսին էր ջրհոսի վերջին աստիճանների վրա 28-29 աստիճանի վրա եւ լարված դիրքեր հենց ջրհոսի ղեկավարի հետ, ուրանի հետ, որը ցուլում է։ Այսինքն նաեւ այդ ժամանակահատվածում Մարսն է ջրհոսի կենդանակերպում, մինչեւ մարտ 2-ը Մարսը գտնվելու է ջրհոսի կենդանակերպում, իսկ Մարսը ինչ է կոնֆլիկտ, ձեկ, զրա, ջրհոսը ինչ է խմբեր, մարդիկ, ընկերներ, թասիբ։ Այո, եւ դրա հետ կապված եւ նաեւ ֆինանսական կողմն էլ այստեղ ակտիվ է եղել, որովհետեւ ուրանը ցուլում այդ խնդիրները նաեւ հնարավոր է առաջ են եկել ֆինանսների, ռեսուրսների հետ կապված հարցերում։ Եվ այսօր ինձ երբ գալիս է այստեղ ծանոթներից մեկը հանդիպեց, ասգան է տեսնում ես ինչ է կատարվում համացանցում, ասեցի չի ասեց այդ մասսայական ծեծկները, այդ սպանությունները, ասի այո դա Մարսի դիրքով էր եւ խավարումների դիրքով էր։ Խաբեություններ են տեղի ունեցել պարոն Ղուշյան եւ երևի ձեզ ասեմ 4 հարթակում ձեզ մոտ երևի 5 հիմնական գործընկերներ ունեմ ես, որոնց մոտ հյուրընկալելիս հունվարից հետո բոլոր տեղերում ասել է, որ ուշադիր եղեք այդ ֆինանսաբանկային այդ գործարքներից, ներդրումներից օնլայն, երեք ինձ մի կին էր գրել, որ այդքան դուք զգուշացնում եք, բայց ես կրկին խաբեության զոհ եմ դարձել, օնլայն հարթակում շատ հայտնի ասեց, ինչ որ ընկերությանը ներդրումներ եմ արել, բայց այլևս կապը կտրվել է նրանց հետ, բայց նրանք դեռևս գործում են։ Չնայած կարծես թե իմ զգուշացումների հետ մեկտեղ եւ նաեւ համացանցում համապատասխան մասնագետներն են զգուշացում, որոշ չափով նվազել են, բայց միևնույն է մարդիկ փորձում են այդպես գայթակղվել այդ ոչ իրական, ոչ նյութական այդ գայթակղիչ միջոցներով եւ ներեն դնում իրենց ռեսուրսները ու կանգնում են հենց այդ փաստի առջեւ։ Նաեւ հանդիպել եմ, որ ջրհոսի տիրույթը առյուծը եթե օնլայնը չէ, դրանք կազինոներն են, դրանք առյուծը ինչ է, հեշտ կյանքն է, դրանք այն վայրերն են, որտեղ ազարտային խաղեր են, բայց ջրհոսը օնլայն հարթակի միջոցով են այդ ամեն անում։ Եվ նրանք ովքեր մի քիչ թույլ վարք ասել, այո, դա վարքի մի տեսակ են, այդ անձիկ իրենք տարբերում են իրենց այն վարքային դրսևորումները, որ վատնում են իրենց գումարները, չէ, դա նորմալ չի։
նորմայի սահմաններում չի։ Պետք է ուշադիր լինենք մինչև մյուս խավարումը, մարտի 3-ին լուսնի խավարում է տեղի ունենալու կույսի կենդանակերպում, բայց ընդհանուր առանցքը ձկներ եւ կույս, որովհետեւ բարձրացողը ձկներում է, լուսնի հանգույցներից իջնողը կույսում է, մարդիկ պետք է տրվեն հավատքին, հոգեվոր այդ բոլոր տեխնիկաները կակտիվանան, բայց նաեւ խաբեություններ կլինեն, քանի որ ամսի 26-ից էլ մոտակա օրերին արդեն Մերկուրին կնահանջի ձկների կենդանակերպում մինչև մարտի 20-ը, փետրվարի 26-ից մարտի 20-ը, այսպես մի քանի կարևոր մոլորակային, նաև տիեզերական իրադարձություններ, որոնք էներգիա են խլում, որոնց արդյունքում մարդիկ հայտնում են ինչ-որ իրավիճակների առջև բախտի բերմամբ, լինում է, եթե հարգելի հետևորդներ, պարոն Ղուկյան, ձեզ էլ է վերաբերում, ես ինքս էլ այդ քաղաքականությունը որդեգրեմ, եթե ես տեսնում եմ տիեզերքում լարված իրավիճակ է եւ իմ կյանքում էլ այդ լարված իրավիճակը շարունակվում է, փորձում եմ ես ինքս ինձ հանդարտ պահել։ Որոշ չափով հանրային այդ մեծ տիրույթներ կարող ես չգնալ, ընկերների լայն շրջանակներ կարող ես չգնալ այդ մոտակա օրերին, հանգիստ լինել տանը, քեզ համար զբաղվել, կոնֆլիկտների մեջ չներքաշվել, որովհետեւ Մարսը ջրհոսում դա միանշանակ կոնֆլիկտներ էր բերում համացանցում, ընկերների շրջանակներում, գաղափարակիցների հետ, այն կարող է մի թեթև ինչ որ հարցի շուրջ լինել, գաղափարական, այդտեղ անհամատեղելիության արդյունքում եւ Մարսի ինչեւ զենք է, վերջը ի վերջո կրակել են, կոնֆլիկտ է, այրվածք է, մեքենա է, այդ ամենը տեղի ունեցել ցավոք։ Դե լավ, հաճելի այսպեսի խորհրդի կարծով եմ ուզում ձեզ դիմել։ Շուտով սկսում է կանանց միամսյակը, հատկապես տղամարդիկ ուժեղ սեռը ներկայացուցիչներ, ինչ նվերներ պատրաստ են իրենց սիրելիների համար եւ ընդհանրապես ինչ նվերներ է պետք այս օրերին նախադրել։ Գիտեք ինչն էր հետաքրքիր, չգիտեմ մեր հաջորդ հաղորդումը մարտի 8-ի մոտակայքում կլինի, բայց այսօր հագուստներս ընտրելիս հագա այս հագուստը եւ ասում եմ, բայց լավ կլինի, որ մարտի 8-ին հագնեի, որտեւ ինքը ծաղիկներ էր, ուրախ էր, երևի թե մարտի 8-ի մոտակայքում ոչինչ, այն ժամանակ էլ ուրիշ հագուստ կհագնեմ, բայց դե ամենայն դեպս արդեն տոնական տրամադրություն, որպեսզի մեր հետևորդներին օգնենք, նաեւ շնորհակալ եմ այն անձանց, ովքեր on-line հարթակի համար դիմել են ինձ, նրանք եթե ձեր մեկնաբանությունները չեն գրում, ապա առանձին ինձ շնորհակալություն են հայտնում իրենց երեխայի, իրենց քարտեզը մեկնաբանելու համար եւ նշում են, որ տիպիկ եմ նշել։ Սիրելի հետևորդներ, սիրելի հայրենակիցներ, եւս մեկ անգամ ասեմ, հետո առաջ կգնանք, եթե ուզում եք, որ ձեր նախընտրելի անձի, ձեր երեխայի, լավ կլինի, որ ձեր զավակների տվյալները տեղադրեք, որպեսզի այստեղ մասնագիտական կողմնորոշման հերթական մեր անվճար այդ հարցազրույցը վարենք, հա, եթե ցանկանում եք անպայման նշում եք երեխայի անունազգան կամ գոնե անունը, տարի, ամիս, օր, ծնված ժամը, րոպեի այդ շատ մոտ հատվածում եւ նաեւ վայրը։ Այդ դեպքում ես տեսեք նայում եմ ամենասկզբից ում տվյալները բացարձակ արդեն իսկ դրանք տեսնում եմ բոլոր նախապայմանները կատարվեց են, այդ տվյալները վերցնեմ։ Դե ինչ գնանք առաջ, շուտով տոներ են, կանաց մեկ ամսյակն է եւ կարծում եմ, որ մեր տղամարդիկ նաեւ ինչի մայրերը, դուստրերը, իրենց որդիները կցանկանան ինչ-որ բան նվիրել։ Եթե ձեր ընտրած նվերը համընկնում է նաեւ իմ տված ցուցումներին, ուրեմն առանց 1 վայրկյան վարանելու կարող եք գնել, բայց գնումները սիրելիներս ցանկալի է որ կատարեք մինչեւ փետրվարի 26-ը միևնույն է ժամանակ չունենք, կարճ է ժամանակը, եթե կհասցնի այս 1-2 օրվա համար։ Հիմնականում եթե Մերկուրին նահանջում է, այն ավելի շատ կենցաղային տեխնիկայի շփման միջոցների վրա է ազդում, հա, կամ ինչ-որ թերի բաներ լինում, դե ոչինչ, գնանք առաջ, թեթև նվերների համար պատրաստել եմ ցուցակ, այդ նույն ցուցակը անցած տարի եմ ներկայացրել, այս տարի ուղղակի ավելի այսպես մանրամասն։ Գնացինք առաջ, անցնենք ըստ տարերքների, կրակի տարերքներից խոյ, առյուծ, աղեղնավոր, այդ 3-ի համար եթե նշում եմ, այդ 3 ցուցումներն էլ անպայման կարող
կարող եք օգտագործել, բայց հիմնականում օրինակ տեսեք, եթե ես հիմա խոսում եմ խոյի մասին, խոյի համար ավելի նեղ, եթե ուզում եք հաստատ ըստ իրենց կենդանակերպի այդ էներգիաներով կրող նվերներ գնել, ապա կարող եք գնել մարզասրահի տոմս, փաթեթ, որպեսզի գնան ֆիթնեսի, խոյերը ակտիվ են, նրանք կարող են այնտեղ վատնել իրենց էներգիան, զարդեր, ականջողեր, ժամացույց, մեքենա, ամենագնացներ, մետաղային մաս է, հա, առյուծների դեպքում նրանց անպայման ոսկի պետք է լինի, ադամանտ պետք է լինի, վառ գույներով պետք է լինի, առյուծների դեպքում դա այն կարող է դեղին ոսկեգույն լինել, խոյերի դեպքում ավելի շատ վառ գույներ։ Օրինակ իմ քարտեզում ես ցուլ եմ, բայց իմ վեներան գտնվում է ինչ-որ վառ կենդանակերպում, այդ իսկ պատճառով իմ հագուկապի, իմ աքսեսուարների մեջ վառ գույները երբեմն այսպես ակնառու են լինում։ Ահա, եթե խոյը ակտիվ կանայք են, չէ՞, այս ռուսերեն են ասում բայեվոյ, հա, կենցաղային տեխնիկա, գազօջախ, նրանք սիրում են, չէ՞, կրակի հետ մարտնչել դանակներ, սուր ծակող գործիքներ, իհարկե սիրելի կանայք, սիրելի խոյի կանայք, այդ ամենը պետք է օգտագործել խոհանոցում։ Գիտենք, որ դուք մարտունակ եք, բայց ավելի լավ կլինի, որ օգտագործեք խոհանոցում, տարբեր պարագաներ, սուր հոտերով կոսմետիկա, պարֆյում, երբեմն անցնում են կանայք այդպես, եթե ձեր սիրելի քույրը, մայրը սիրելին մանավանդ նախընտրում են այդ հոտերը, ապա կարող եք գնել, որովհետև նրանց մոտ հենց այդ բույրն էլ կարող է արթնացնել համապատասխան մղումները եւ սիրային հակումները։ Այ վառվռուն հագուստներ նշեցի, գեղեցիկ աքսեսուարներ եւ ընդհանրապես կույսերի եւ խոյերի մոտ սպորտային հագուստներ, համազգեստներ։ Խոյերի դեպքում ավելի շատ որ սպորտային այդ տեսքը իրենց երևա երկվորյակների մոտ էլ համազգեստելի կարևոր է, նրանք արագաշարժ են, քայլում են, որպեսզի արագ շարժվեն, իսկ կույսերի մոտ այդ մարզասրահ հատուկ հագուստներ, այդտեղ սպեցիալ одежда, որ ասում են, հա, կույսերը սիրում են, եթե աշխատում են ինչ-որ վայրում, համապատասխան այդ հագուստը գնեք, նրա հագուստը եք, նաև կոշիկը գնեք, հա, այնտեղ առողջապահական համակարգում են իրար համապատասխանող այդպիսի աքսեսուարներ կամ հագուստ կոշիկ պետք է դնեք, որպեսզի նրանք լավ զգան։ Կույսերը առանձնապես մեծ պահանջներ չեն դնում։ Անցնենք առաջ, ցուլ կույս, այդտեղ ինչու կույսերին խառնեցի խոյերի հետ, որտեղ միևնույն է հատուկ հագուստներ են հագնում։ Խոյերը դրանք նաև տեսեք, կան կանայք, որոնք բավականին ակտիվ են, նրանք սիրում են սպորտային մեքենաներ վարել, հա, եթե որոշել եք մեքենա գնել, ապա նրա նախընտրած մոդելը կարող եք գնել, անպայման դա նրանց շատ կշոյի։ Ցուլերը հանգիստ նշան են, ֆինանսական միջոցներն են, կարող եք այսպես ծրարի մեջ նրանց գումար նվերել, դե ում չեք կարող նվերել, բոլորն էլ շոյվում են, բայց ցուլը սիրում է այդ գումարները հավաքի գնա մի հատ զարդարնի, այնտեղ ցուլերը եթե դուք տեսեք, անպայման սիրում են մի քանի կիլոգրամով, տուփերով, կամ եթե արևն է ցուլում, կամ լուսինն է ցուլում, մարդ կա, որի հետ հանդիպում եք, ասում է մայրիկիս իմ լուսինը ցուլում է, մայրիկս իր ծնված կենդանակերպով ցուլ է, ամեն ինչը նպարեղենը առնում է արկղերով, այնտեղ ասում է մի քանի տուփով, անպայման ցուլը սիրում է իր ապագայի մասին մտածել, ամեն ինչ հավաքում է եւ ցուլերը հենց կարող են գիրանալ, որտեղ նրանց օրգանիզմը վախենում է, որ կարող է չհերիքի այդ համապատասխան նյութերը, այդ համապատասխան դրանք ածխաջրել եւ այլն, հա, մասնագիտորեն չասեմ, ու սկսում է հավաքել ցուլն էլ այդպես ցուլը սիրում է քաղցր ուտել, ցուլը եւ առյուծը, բայց ցուլերը ավելի շատ կարող են քաշ հավաքել, իրենց քաղցր ուտելի հաշվին տորթեր կարող եք նվիրել, ցուլը կոմֆորտ է սիրում, կշերքներն են սիրում էսթետիկա, բայց կշերքը ավելի շատ իր համար գեղեցիկ հագուստներ, գեղեցիկ իրեր կնախընտրի, ցուլը կարող է նախընտրել տանը, բնակարանում, կահույք, փափուկ կահույք, վարագույրներ, գեղեցիկ հագուստներ, քանի որ հողի նշան է ցուլերը, կույսերը, այծեղջյուրները, նրանք մի քիչ սառը նշան է, նրանց մարմինը տաքացնող այդ հագուստները, կաշվե, այծեղջյուրներ, կաշվե իրեր, կաշվե ձեռնոցներ, պայուսակներ, երկարաժամկետ օգտագործման իրեր են նրանք սիրում, որովհետև երկար տարիների ընթացքում ես
ինքս կարող եմ մի քանի տարվա պայուսակ կրել, հագուստ կրել, երբեք մաշված չեն լինում եւ նրանց արտաքին տեսքը չի էլ դուժում։ Տեսնենք ինչ կա, եթե ես բաց եմ թողել, նկարներ կարող են, արվեստի գործեր, կենցաղային տեխնիկա, տորթեր, լամպեր, ջահել, այն ինչը կգեղեցկացնի նրանց բնակարանը, այն ինչը հաճույք եւ կոմֆորտ կպատճառի նրանց։ Անցնենք կույսերին, կույսերի դեպքում գիտեք, որ ամենամաքրասեր նշանն է կամ հակառակը։ Կարող է 80%-ի մոտ խիստ նրանք, եթե մերկուրին էլ է կույսում, եթե լուսինն էլ է կույսում, ու նաև սև լուսինը, չափից դուրս մաքրասեր են, խորանում են փաստերի մեջ, մանրակրկիտ անալիզ են կատարում, նրանց համար կարևոր է հիգիենան, կույսերի ձկների դեպքում նաև այծեղջուրն է, այծեղջուրը մաշկն է, դրանք մաշկի խնամքը, կույս եւ այծեղջուր մաշկի խնամքի բոլոր միջոցները, ձկների դեպքում մերսումը, կույս եւ ձուկ այդ առանցքը, չնայած այծեղջուրներն էլ են սիրում, հողի տարեքին կարող եք նվիրել մերսման այդ փաթեթները։ Կույսերը դա նրանք նաև եթե այնպիսի մի վայրում են աշխատում, եթե նա ձեր աշխատակիցն է, եթե ձեր տան անդամն է, նրան նվիրեք առանձին սենյակ աշխատելու համար, նվիրեք տվեք գումար, որ նա կարողանա վերանորոգել, կույսը նաև վերանորոգման նշան է, մաքրման նշանն է, տարբեր հիգիենիկ պրոցեդուրաների, որպեսզի մասնակցեն, կարող եք նրանց նվիրել կրկին մարզասրահի տոմս, բայց այնտեղ ավելի շատ առողջական վիճակը կարգավորելու։ Տարբեր տեսակ այդ դետոքս նյութերն են, դետոքս պրոցեդուրաներն են, որտեղ նրանք կարող են մաքրել իրենց մարմինը։ Տեսնենք ինչ է մոռացել։ Պարգևատրում, նրանք պարգևատրում, ցուլն էլ է սիրում պարգևատրում, կարիճն էլ է սիրում պարգևատրում, բայց կույսերի դեպքում այն պարգևատրումը, որը կբարձրացնի նրա մոտիվացիան։ Կույսին դա է պետք, նրան շոյող խոսքեր կամ ինչ-որ գրավոր ձևով ներկայացեք, իմացեք, որ նա դրանից ավելի շատ կշոյվի, չնայած եթե նեղանում են, մի քիչ չեն ասում իրեն այդ մասին, բայց նեղացած են գործան։ Կույսերը երբեմն նեղած կոտ են, շատ աշխատասեր են, բայց եթե չեն գնահատվում, նեղած կոտ են ու կարող են գործը կկատարեն, բայց նրանց մոտ մոտիվացիան կպակասի։ Սիրելի այծեղջուրներ, ինչպես ձեզ եմ ասում, մերսում, մաշկի խնամքի պարագաներ, քանդակներ, նկարներ, եթե ցուլերի, կշեղների համար դրանք խեցգետինների համար դա բնությունն է, ցուլերի համար նատյուրմորտներն են, ապա այծեղջուրների համար դրանք քանդակներն են, մանավանդ քարի նշան է, հա։ Դե լավ կնե, որ բնակարան նվիրեիք այծեղջուրներին, խեցգետին, այծեղջուր, ցուլ, գոնե դրա նախադրյալները ստեղծեք, խեցգետինների համար Յուպիտերն է խեցգետնում, նրանք շատ ուրախ կլինեն, որ խոսեք նրանց մասին, որ արգի եք, այգի նույնը ցուլերին է, ցուլը նաև գյուղատնտեսությունն է, հողակտոր կգնեք, այծեղջուրները այդ հողակտորը եթե գնեք, եթե դրա մասին նույնիսկ խոսակցություն վարեք, ապա այնտեղ նա կորոշի շինություններ կառուցել, կառուցապատման հարցն է, ցուլերը, կույսերը, նրանք այգիներ կարող են հիմնել, ինչպես նաև խեցգետինները։ Տեսնենք բնապատկերներով այո նկարներ, քան բրոշներ, ցուլները սիրում, զարդեր սիրում են, ցուլերը երկարաժամկետ օգտագործում են, դրանք կարող են արծաթներ լինեն, բայց այծեղջուրների դեպքում բնական քարերով բրոշներ լուրջ, այստեղ գլխարկ է, կաշվե ձեռնոց է, կաշվե այսպես պիջակ է, հա, կոստյում կարող են հագնել, այնտեղ նաև հագուստների մեջ կաշվի այդ կամ բնական մորթեղեն պարունակելու այդ տարբեր աքսեսուարները կարող են բնական թող լինեն հագուստը, կտորը թող լինի տաքացնող, որովհետև մանավանդ այծեղջուրը սառը նշան են, եթե նրանց քարտեզում լուսինը կամ ասցենդենտը գտնում է սառը նշանում, ապա նախընտրելի է նրանց տաքացնող հագուստներ։ Այծեղջուրների համար, եթե ձեր ղեկավարն է, ապա ղեկավարին կարող եք այնպիսի մի իր նվիրել, տեսեք այնտեղ դրամապանակներն են, որոնք ավելի կաշվի եւ լուրջ տեսք ունեն։ Եթե ձեր տանը այծեղջուր կա եւ ինքը սիրում է,
Այցեղջյուրները միևնույն է իշխող նշան է, ցուլ, կարիճ, կույսերը կարող են, չնայած կախված արդեն լուսնի դիրքերից, բայց դրամապանակներ, որպեսզի լուրջ այդ գումարները այսպես տեղավորեն դրա մեջ։ Դե ինչ պայուսակներ, երկարաժամկետ օգտագործման իրեր։ Տեսնեմ ինչ որ բան կա, մուշտակներ, կոշկեղեն, ձեռնոց, աքսեսուարներ եւ այլն։ Մենք մնացածը մյուս անգամ չենք հասնի, չէ՞, պարոն Ղուշյան ջան, որ ասեմ։ Ուրեմն շարունակենք, հա, օդի տարերքին եւ ջրի տարերքին։ Կհասնենք մյուս անգամ, որտեղ մյուս անգամ ամսի քանիսն է գալիս։ Դե երկու շաբաթից։ Երկու շաբաթից։ Մարտի, հա, անցնում է, հա։ ոնց որ անցնում։ Լավ, այսօր սենց անենք, թող կարճ ասեմ։ Օդի տարերքը, քանի որ շփման նշանն է, ջրհոսների համար, երկորյակների համար ինտելեկտուալ նշաններ են դրանց համար, բոլորի համար էլ հեռախոսներ նախընտրել են, բայց մի մոռացեք, որ փետրվարի 26-ից Մերկուրին նահանջում է, կարող է գումարը տրամադրել կամ նրան խոստանալ, որ մարտի 20-ից հետո, երբ որ Մերկուրին ուղղի կգնաք, իրար հետ կգնեք այդ համակարգիչը, հեռախոսները, շփման բոլոր միջոցները, ավտոմեքենա գնելու համար հարմար է, որ մարտի 20-ից հետո գնեք, ջրհոսների երկորյակներին հարմար է, էլեկտրոմոբիլները, եթե խոյին ամենագնացները, չնայած նրանք էլ միևնույն արագություն են սիրում, այն ինչը կապված է նորարարական այդ լուծումների, տեխնոլոգիաների, IT ոլորտի հետ, եթե դուք զգում եք, որ ձեր երեխան ունի նախասիրություններ, ապա նրան կարող եք տանել ուսուցման այդ դասերին, ջրհոսա IT ոլորտներն են, դրանք ATS-ների տարբեր այդ պատրաստումներն են։ Մենք այստեղ տեսնենք ինչ կա։ Այո, նոթատետրեր, հեծանիվ, թեթև մեքենա, էլեկտրական սարքավորումներ, շարֆեր, թեթև պայուսակներ, սպորտային կոշիկներ եւ հագուստ։ Դա երկորյակին։ Իսկ ջրհոսներին օդային ռեստորան, օդապարիկներով այդտեղ կարող են նաեւ սիրո առաջարկություն անել եւ ճանապարհորդել։ Էքստրեմալ վիճակներում կարող եք ձեր սերը արտահայտել, ինչպես է լինում այդ կռունկների վրա առաջարկություն են կատարում, ընկերական հանդիպումներ, գլուխկոտրունկներ, փազլներ եւ ի վերջո անսպասելի իրավիճակներ։ Եվ եթե մաշկի խնամքի միջոցներն են, ապա դրանք այդ ճառագայթային միջոցներն են, էլոս եւ այլն նմանատիպ բաներ։ Կշերքները էսթետիկ նշան է, նրանց կարող եք նվիրել վարդեր, կոնյակ, փաթեթներ, բոլոր գեղեցկության սրահներ այցելելու, էսթետիկ միջամտության այդ բոլոր տարբեր եւ պարագաները, եւ փաթեթները, եւ միջոցները, նրանց եթե ինչ-որ բան եք նվիրում, պետք է լինի կլասիկ, հա, գրված լինի կլասիկ, դասական, քաղցրեղեն, սիրո խոստովանություն, բայց խորհուրդ եմ տալիս, կարող եք այդ ամենը անել, բայց մեծ պատառը պահեք մարտի 20-ից հետո, եթե որոշել եք նվեր առնել, կշերքները չեն հրաժարվում, նաեւ առույցները ադամանդից, կշերքների մոտ մի քիչ ավելի շատ էսթետիկան է, գերակշռում առույցների մոտ ջոխություն եւ այլն, առույցների դեպքում էլ եթե ջրհոսները օդային այդ օդում այդ ռեստորաններն են, այցեղջյուրների մոտ քարանձավային այդ գողտրիկ վայրերն են, իսկ առույցների մոտ էլիտար ռեստորանները։ Այդպես է կենթանակերպել, եթե նաև ձեր սիրելին այդ նախասիրությունները, այդ նախընտրությունները ունի։ Սիրելի ձկներ, խեցգետին կարիճ, ձկների դեպքում կրկին մերսումն է, նաև լողավազանի փաթեթներ են, հոգևոր տեխնիկաներ, եթե տեսնում եք նրանք նեղված են, կարող եք ձեր օժանդակությամբ նրանց ուղարկել հոգեբանի, աստղաբանի մոտ խորհրդատվության, ջրհոսների դեպքում էլ է նույնը, ջրհոսներին կարող եք գրքեր գնել, հա, որպեսզի նրանք ուսումնասիրեն աստղաբանություն։ Այդպես ինչ ենք տեսնում այստեղ, լողազգեստ կարող եք նաև աղեղնավորին նվիրել, որովհետև նա նաև սիրում է ճանապարհորդել։ Այստեղ տեսնենք դասական երաժշտություն, իկոնաներ, աստվածաշունչ, նարեկ, հոգեբանական աջակցության, հանգստյան տներ, առողջարաններ ուղարկեք նրանց, գոնե 3 օրվա փաթեթ մարտ ամսին թող գնան հանգստանան իրենց եւ ֆիզիկական մարմինը կոփեն եւ հոգեվոր մարմինը, արդեն իսկ փետրվարի 14-ից Սատուրնը դուրս է եկել ձկների կենթանակերպից։ Սիրելի ձկներ ու երկորյակներ, կույսեր, աղեղնավորներ, դուք արդեն իսկ հանգստանում եք։
Եվ սիրելի կարիճներ, ինձ դիտողություն էին արել, հետևորդներից մեկը ասել էր սիրելի Գանե, դուք սխալվել եք, կարիճները չեն սիրում հանրային գումարները հաշվել, իմ աչքը ոչ մեկի ունեցվածքի վրա չէ։ Բայց ես ձեզ ասեմ, որ սիրելի հայրենակիցներ, սիրելի հետևորդներ, արդեն ինձ 15 տարվա իմ փորձը ցույց է տալիս, որ այո, կարիճների հիմնական մասը սիրում են հանրային գումարները, դրա համար նրանք դառնում են բանկիրներ, նրանց համար կարևոր է ժառանգության կտակի հարցը, կախված թե ձեր քարտեզում ամենացած մոլորակները որտեղ են գտնվում։ Քարիչներին կարող եք նվիրել գումարներ, ծրարներ, եթե վարկային պարտավորությունները դժվար են կատարում, եթե գիտեք, որ ձեր մի փոքր օգնությունը նրանց կհանի ոտքի, կարող եք նրանց օգնել։ Հնաոճ իրեր են սիրում, թանկարժեք իրեր, գումարներ, ինչևէ սուր հոտերով, եթե վեներան էլ է կարիճում կամ վեներան խոյում է սուր հոտով պարֆյում, ներքնազգեստ, վառ գույների, եթե խոյում կարմիր գույն, ապա կարիճում մուգ բալագույն է։ Եվ նաև գեղեցիկ զուգագույն բաներ, կոշիկներ, որտեղ մի փոքր սեքսուալության տար կա։ Այսքանը, պարոն Ղուշյան։ Լավ անցնենք աստղաբանական քարտեր, որտեղ մարդիկ այդ մեր ծրագրի այդ բաժնին անամփել սպասում են։ Անպայման, այսօր մեկ հոգի, քանի որ բավականին երկարից, բայց կարծում եմ օգտակար խորհուրդներ ենք, չէ, տվել մենք։ Իհարկե։ 2206-2012 Անժելիկա Մանուկյան։ Ծնողներ դիմել ըստ երևույթին, սիրելի ծնողը մայրն էր կարծեմ, ինչ է տրվում, դուք ուշադրություն եք դարձել, որ ձեր երեխայի քարտեզում 4-2 կա, իսկ երկու թվերը թվագիտության մեջ դրանք էներգիաներն են, բայց քանի որ այդ 4-2-ը այսպես քառակուսի է կազմում, ապա հնարավոր է այդ էներգիաները կուտակվեն եւ չկարողանա պարբի, ինքը իր ներսում, իր տան մեջ այդ ամենը վատնի չկարողանա դուրս հանել։ Հիմա ես փորձեմ տալ աստղաբանական մեկնաբանությունը, որպեսզի տեսնեք այդ էներգիան որտեղ կարող է նա վատնել։ Արևով խեցգետին ուզում եմ հասկանալ երեխան դուք ունեք ընտանեկան խնդիրներ թե ոչ, կարծում եմ, որ հայրիկի հետ կամ ընտանիքում որոշակի խնդիրներ կան, հայրիկի մասնագիտական կամ հայրը հնարավոր է համաձայն չլինի իր մասնագիտական ձեռքբերումների հետ, տնակյաց անձ է, Անժելան, Մերկուրին էլ է խեցգետնում, Արևն էլ է խեցգետնում, այստեղ կարևոր է լուսնի դերը, մայրը սիրում է այնպիսի մասնագիտություն, որտեղ վառվռուն իր կերպարը կարող է ցույց տալ, այո, լուսինը առուծում, դրանք բոլոր այն գործերն են, որոնք կապված են երեխաների հետ, սպորտի հետ են կապված, նա կարող է լինել ուսուցիչ, մարզիչ, մինչև դպրոցի տնօրեն, նաև այն բոլոր վայրերն են, որոնք զբաղվում են զվարճություններով, դա ռեստորանային բիզնեսներ են, դրանք պատկերասրահներ են, որտեղ նա կփայլի, լուսինը առուծում ողջ իր էությամբ կարող է փայլել, կանացի, լուսինը կանացի նրբագեղությամբ։ Մարսը կույսում բժշկությունն է եւ իմիջիալոց հիմա ես ժամը նայեմ, բայց 2:30, չէ, այստեղ իր հստակ ժամն է, լուսինը։ Ասցենդենտի վրա, Մարսը կույսում 3-րդ տանն է, այստեղ կույսը բժշկությունն է, դա կարող է լինել նաև բժշկության հետ կապված վիրաբուժությունը, եթե մենք ժամը դիտարկում ենք ժամը 7-ի դրությամբ առավոտյան, լուսինը խեցգետնում է, եթե մի քիչ ուշ, եթե հստակ եք գրել դուք ժամը, ապա մի քիչ ուշ լուսինը առուծի կենդանակերպում է, եթե ձեր երեխան զգում եք տնակյաց է, ավելի շատ լացկան է, նա ավելի հույզերը իր ներսն է գցում, ուրեմն լուսինը խեցգետնում է, այդ դեպքում այն բոլոր մասնագիտությունները, որոնք կախված են խնամքի հետ։ Այստեղ տեսնենք Վեներան երկվորյակում է, երեխան անպայման բարձրագույն կրթություն պետք է ստանա, նրան կարող է խանգարել իր սիրո հետ, զգացմունքների հետ կապված չափազանց զգացմունքայնությունը, կարծում եմ, որ ընկերուհիներ ունի դպրոցական այդ իր կարևոր շրջափուլում է Վեներան երկվորյակում, երեխան գտնում է կարևոր շրջափուլում, նրա համար շատ կարևոր են էմոցիաները, հույզերը, ուշադիր եղեք, կարող է հիասթափություններ լինել նրա մոտ, հիմիկ բանից որոշեք, որ նա պետք է անպայման բարձրագույն կրթություն ստանա, որ պետք է յուրացնի դպրոցական այդ բոլոր գիտելիքները եւ կամաց փորձի իր ուժերը բուհական այդ շրջանակներում, չբավարարվեք քոլեջի եւ այդ
նեղ մասնագիտական այդ վարժարաններ չէ կան այնտեղ նաև իր համար քիչնա ծրագիր է վերցրել, որ անպայման պետք է բարձրագույն կրթություն ստանա եւ նաեւ պետք է սեր ունենա օտար լեզուների նկատմամբ։ Ուսանք, որ իր հարաբերությունների, իր սիրային այդ ինչու եմ ասում սիրային վեներան երկվորյակում, այդ ամենի մասին չի պատմում, շրջապատում, թող ինչ որ տեղի կունենա, փորձի պահել իր եւ իր ընտանիքի շրջանակներում, հետո որպեսզի այդ բամբասանքները չտարածվեն։ Դա ասում եմ բժշկությունն է, հաշվապահությունն է, միջանձնային հարաբերություններում թող լինի ավելի կոկիկ, տարիքով մեծ մարդկանց հետ, հետագայում ամուսնության հետ կապված հարցերում ավելի զգոն պետք է լինի իր երկրորդ կեսի հետ հարաբերություններում, նրա ծնողների հետ հարաբերություն։ Առհասարակ ինքը պետք է սովորի հարգել մեծերին, Սատուրնը կշեռքում, Լուսինը խեցգետին առուծում, հարգանք մեծերի հանդեպ, նաև հակառակ սեռի կամ իր զուգընկերոջ ծնողների հանդեպ այսքանը։ Դատաիրավական համակարգում որոշակի դժվարություններ կարող են լինել, ավելի լավ է թող փորձի իր ուժերը, գոնե եթե չստացվի բարձրագույն կրթություն ստանալ, թող սկսի դա բուժքույրական, Մարսակույսում այդ բոլոր տեղերը։ Նաև մաշկի հետ կապված հարցեր, դա կարող է լինել հիգիենայի, մաշկի հետ կապված հարցերը, այդ ամենը նրա կյանքում ակտիվ են։ Հուսանք, որ հայրիկը դեմ չի իր ընտրած մասնագիտությանը։ Դա է այնպիսի մասնագիտություն, որտեղ ճկուն խոսքը պետք է գա, բայց նաև կազմակերպվածություն։ Այսքանը, պարոն Ղուշյան։ Եղավ, շնորհակալ եմ Գայանե, ես կարծում եմ, որ մեր հաջորդ հանդիպման ժամանակ մենք զարգացնենք թեման, իսկ այսօր այդքանով ժամանակապահենք։ Այո։ Շնորհակալություն։ Եվ բարեկամներ, կառավարման հոգեբան Աստղաբան Գայանե Սարգսյանն էր Փակ TV տաղավարում եւ միշտ սովորականի պես նրան սպասեք չորեքշաբթի օրերին, իսկ այդ օրերին Գայանեն իհարկե իր հաճելի ներկայությամբ բոլորիս անմոռաց ակնթարթեր է պարգևելու։ Այսօր այսքանը, ցտեսություն։